թատերական ներկայացում դիտել մեկի համար կարող է երջանկություն լինել, որ իր զուգընկերը իրեն հրավիրել է թատրոն կամ բան։ Զուտ կանացի երջանկությունը այդ քո կողակցի հետ միաձուլվելն է ու որտեղ դու չես կորցնի նաև քո եսը, քո տեսակը։ Երևի դա է կանացի երջանկությունը։ Չճզմել, չճզմվել, կարողանալ քաջալերել, կարողանալ ամուր թիկունք լինել, էսա երևի կանացի երջանկությունը, եւ կինը զգում է, որ իր կողքին կա տղամարդ, այն շունը, որին կարող է հենվել, տղամարդը, որը իր թիկունքում զգում է իր կնոջը։ Երևի դա է կանացի երջանկությունը։ Եվ նաև գուցե ընտանիք, երեխա, քանի որ երեխաներ չունեմ, չեմ կարող ասել, ինձ միշտ ասում են, որ դա ուրիշ աշխարհի բացահայտում է, դա մի ուրիշ բան է, ես վստահում եմ, հավատում եմ, որ դա այդպես է, ու երևի նաև երեխաները անգամ հոգ տանելը։ Ասում է մարդու բացարձակ երջանկությունը պայմանավորում են երկու բան, բառացի չի, քեսը հորինում եմ հիմա, բայց երկու բանը հիշում եմ ինչներ, լինել հոգատար եւ ունենալ մաքուր խիղճ։ Իսկ թվում է սրանք շատ խորը բաներ են, ու այդ հոգատարությունն էլ ամեն մեկին չենք կարողանում այսօր տալ, որովհետեւ այսօր կա չէ, իմ իրավունքն է ընդունել քո ասածը, չընդունել, չգիտեմ, քո հոգատարության կարիքը ես չունեմ եւ այլն։ Այսպիսի խոսակցություններ կան, ու մենք սկսում ենք կաշկանդվել։ Արդյոք այդ հոգատարությունը պետք է այդ դիմացին, թե չէ։ Բայց հոգատարությունը հա շատ կարևոր է։ Մաքուր խիղճն էլ, որովհետեւ մաքուր խիղճի պարագայում հանգիստ քնում ես, բացարձակ մաքուր խիղճով մարդիկ չկան, բացարձակ ճշմարիտ մարդիկ չկան, ու բացարձակ ճշմարտություններ չկան։